Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր մեր ուղին դեպի Շիրակի մարզ ձգվեց, քաղաք Գյումրի։ Օրվա հյուրը երաժիշտ, կոմպոզիտոր, դիզայներ Էլիզա Բաղդիյանն է։ Էլիզա Բաղդիյան, երաժիշտ, կոմպոզիտոր, դիզայներ։ Ծնվել է 1998 թվականին Երևանում։ 2003-ից 2012 թվականներին սովորել է Աչափնյակ գեղագիտական կենտրոնի վոկալ բաժնում, իսկ 2010-ից 2014 թվականներին Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժնում։ 2012 թվականին ընդունվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոց, դիզայնի և կերպարվեստի բաժին։ 2015-ից 2021 թվականներին ուսումը շարունակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, ստանալով միջավայրի դիզայնի մասնագիտացում։ Թե բակալավրիատը, թե մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով։ 2015 թվականին ընկերների հետ հիմնադրել է Տիեզերք խումբը, որը մինչ օրս ունեցել է ավելի քան 1500 համերգներ Հայաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում և այլուր։ Էլիզան 3 տասնյակից ավելի երգերի բառերի և երաժշտության հեղինակ է։ Նրա համահեղինակությամբ գրված 3 երգեր ընդգրկվել են Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։ Կատարել է 50-ից ավելի ազգային երգերի մշակումներ։ 2021 թվականից դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դիզայնի և կերպարվեստի բաժնում։ Բարև ձեզ, սիրուն քաղաքի շատ սիրուն մարդիկ, ես Էլիզան եմ, երաժիշտ եմ և դիզայներ, շատ ուրախ եմ, որ այսօր իմ պատմությամբ կիսվելու եմ ձեզ հետ ու շատ ուրախ եմ, որ դուք եկել եք լսելու, բայց մինչև անցնենք պատմությանը, շատ կուզենամ ձեզ համար նվագեմ ու քանի որ ես ունեմ խումբ, Տիեզերք խումբը, կխնդրեմ իմ խմբի անդամը Լուսինե Մլքե Գալստյանը գա և միասին ձեզ համար մի երգ նվագենք։ Բարև ձեզ, այս երգը, որ հիմա ձեզ համար կերգենք, հայկական ազգային հարսանեկան երգ է, կոչվում է Էնդիզան, և որպեսզի մենք այդ տրամադրությունը ավելի լավ զգանք, փորձելու ենք միասին ծափ ստեղծենք, բայց այստեղ շատ կարևոր է, որ մենք շատ ենք, պետք չի շատ ուժեղ ծափ հարել, որ առաջին հերթին մեր ձեռքերը չցավան և երկրորդ հերթին լսենք միմյանց։ Ուրեմն ծափը այսպես է լինելու. ծափ, 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 ծափ։ Փորձենք։ Այս մեկը ծափ, 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 ծափ։ Lucinam ferime
տեսեք եմ որն է Էլուսին ամպերի մեջ մեր տագուհին է Էլիզան պետպետիզան տեսեք եմ որն է Էլիզան պետպետիզան գեղիրեսնեն են Էլիզան պետպետիզան տեսեք եմ որն է Էլիզան պետպետիզան գեղիրեսնեն են Էլիզան պետպետիզան Էլիզան պետպետիզան Էլիզան պետպետիզան Կարող եք ասել ինչ երգ ենք երգում ձեզ համար։ Ինչ եք մտածում, ով ա գրել այս երգը, ինչ երգ է։ Կան ենթադրություններ, լսել եք երբևէ այս երգը։ Չէ։ Հայկական ազգային երգեր իրականում, մենք ուղղակի մշակել ենք երգը, Էնդիզան է կոչվում, մենք հայկական ազգային երգերում ունենք տենց տարբեր ժանրեր եւ ունենք ծիսական երգեր, որոնց մեջ կա նաեւ առանձին ժանր հարսանեկան։ Սա հարսանեկան երգ էր, բայց հիմա սենց հետ գանք, ոնց եմ ես ընդհանրապես հայտնվել արվեստի ոլորտում։ Ես ծնվել եմ ոչ արվեստագետների ընտանիքում եւ արվեստը միշտ եղել է ինչ-որ սիրուն բան, որ հեռուստացույցով ցույց են տալիս, բայց մենք չենք զբաղվում դրանով։ Ու այդպես գերազանց ավարտել եմ միջնակարգ դպրոցում, միշտ ասում էին, որ գնա ինչ-որ, չգիտեմ, բժիշկ դառի, պատմաբան դառի, ինչ-որ լուրջ բան ընտրի, ու տենց, երբ որ պետք է արդեն որոշեի ինչ ավագ դպրոց եմ գնալու, հասկացա, որ ուզում եմ նկարեմ։ Ու տենց ասեցի ընտանիքիս, որ ես որոշել եմ, որ ոչ բժիշկ եմ ուզում, ոչ պատմաբան եմ ուզում, ուղղակի ուզում եմ գնամ արվեստով զբաղվեմ, ուզում եմ նկարեմ, երգեմ, տենց մանկուց երգել եմ, երգի խմբակներ եմ գնացել, ու այդպես ընտրեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը։ Գեղարվեստի ավագ դպրոցը նկարչության բաժինը։ Եվ դա իմ կյանքի ամենաճիշտ, ամենալավ որոշումներից մեկն էր ու շատ բախտավոր եմ, որ ընտանիքս ինձ աջակցել է։ Ու ես ընդունվեցի նկարչության բաժին, այնտեղ արդեն սովորեցի պրոֆեսիոնալ նկարել, հասկացա ինչ է այդ ամեն ինչը իրանից ներկայացնում, ինչ արվեստը, ծանոթացա նկարիչներին եւ մենք դպրոցում ունեինք առարկա, որ կոչվում էր երաժշտական լաբորատորիա, տենց ընտրովի առարկաներ էին ու այդպես երաժշտական լաբորատորիայում ծանոթացա Լուսինեի հետ եւ մենք միասին ստեղծեցինք մեր խումբը։ Դրանից առաջ ես որոշել էի, որ ուզում եմ գնամ գիտարի ու չունեի գործիք, տենց ասացի մամ, ուզում եմ գնամ գիտարի, ասեց հա, բա որ դուրս չգա, ինչ ենք անելու բան, տենց ասացինք լավ, մի տեղից մի հատ գիտար գտնենք, գնամ փորձեմ, որ դուրս կգա, նոր կշարունակեմ։ Ու տենց հոր եղբորս սովետական, ասեց հին փոշոտ մի հատ գիտար էր, ես ասում եմ մամ, ամոթ հա սրանով գնամ ու տենց տիպեր էի առել, սենց որ մի քիչ հաստ տիպեր կան, սենց աստղիկներ էի կպցրել եւ սենց ուրախ գնում էի գիտարի։ Տենց սկզբում շատ ոգևորված էի, հետո հասկացա, որ տենց դասական այդ երաժշտությունը այդքան էլ իմը չի, այդ էտյուդները բանը հոգնում էի, չէի կարողանում նվագեի։ Եվ վերադարձանք նորից կրթահամալիրում, երբ որ հանդիպեցինք իրար, տենց ով ինչ կարողանում էր անում էր, երգում էինք, նվագում էինք, ով ինչ գործիք գիտեր, այդ գործիքի վրա նվագում էր ու այդտեղ նորից վերադարձա գիտարին ու նորից սկսեցի նվագել ու արդեն նվագել այն ինչ ինձ ա դուր գալիս, այն ինչ իմ մեջից ա գալիս։ Ու տենց ստեղծվեց մեր խումբը, որը կոչվում է Տիեզերք, այս տարի մենք 9 տարեկան ենք դարձել, շրջագայել ենք Եվրոպայով, ԱՄՆ-ում ենք տուր ունեցել, Շվեյցարիայում ենք տուր ունեցել, Ֆրանսիայում, Գերմանիայում, ներկայացրել ենք Հայաստանը շատ մեծ հարթակներից, առաջին անգամ այս տարի ներկայացրել ենք Ֆրանսիայի Ավինյոն փառատոնին Հայաստանը, համագործակցում ենք թատրոնի հետ, Միհր թատրոնը, ժամանակակից բարի թատրոն է, Միհր թատրոնի համար գրում ենք երաժշտություն, ներկայացումների համար երաժշտություն, այսինքն այդտեղ աշխատում ենք պարողների հետ եւ տարբեր փորձերի ժամանակ օրինակ մենք ենք բարից ոգեշնչվում գրում երաժշտություն, երբեմն պարողներն են մեր երաժշտությունից ոգեշնչվում եւ այդպես իրար հետ ստեղծում ենք ներկայացումներ եւ միշտ ներկայացումներին մենք կենթանի նվագում ենք։
Բացի այս ամեն ինչից ես նաև, ինչպես նշեցի, դիզայներ եմ, հետագայում համալսարան եմ ավարտել, դիզայնի բաժինն եմ ավարտել։ Դիզայնը այն ամեն ինչն է, ինչ մեր շուրջն է, ինչ տեսնում եք, այդտեղ դիզայն է։ Օրինակ, մեր պատերի գույները, դիզայները մտածել է, որ եթե այս գույները անենք, հետաքրքիր կլինի, օրինակ սիրուն կլինի։ Այս ամեն ինչ տեսնում ենք, այդտեղ դիզայն կա, ու ինձ այդ շատ հետաքրքիր էր այդ աշխարհը, ոնց է, որ ինչ են մարդիկ անում, որ հարմար լինի, որ գեղեցիկ լինի, ու այդպես ես արդեն համալսարանում գիտելիքներ ստացա, թե ինչ է դիզայնը, ու ընտրեցի դիզայնի գրաֆիկական դիզայն ճյուղը եւ բեմի դիզայն ճյուղը։ Բացի դրանից նաև նկարում եմ, իլյուստրացիաներ եմ անում, նկարազարդումներ։ Այս պահին մի հատ շատ լավ նախագծի վրա եմ աշխատում, կոչվում է Արցախերեն։ Արցախի բարբառը ներկայացնում է Արցախի բարբառը, սովորեցվում է եւ Արցախի բարբառով երեխաները պատմում են հեքիաթներ։ Եվ ես այդ հեքիաթների համար նկարազարդումներ եմ անում։ Ու մեծ նախագծերից, որոնք արդեն բեմի դիզայնի հետ է կապված, այդ 2022 թվականի մանկական Եվրոտեսիլի բեմի դիզայնն է։ Ես ստացել էի առաջարկ իմ դասախոսից, որը հիմա արդեն իմ գոլեգան է, ես էլ եմ դասավանդում հիմա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, եւ իմ գոլեգայի հետ նախագծել ենք Եվրատեսիլի բեմի դիզայնը։ Չգիտեմ, նայում եք Եվրատեսիլը սիրում եք, եթե կհիշեք, սենց արևիկներ էին, սենց լույսեր էին արևի պես։ Եվ եւս մեկ շարք տենց մեծ տարբեր միջոցառումների դիզայններ եմ արել։ Համատեղում եմ իրար հետ եւ դիզայնը եւ երաժշտությունը, որտեղ արվեստը ամենուր է, ամենտեղ է ու բոլոր ճյուղերը միշտ իրար լրացնում են։ Այս պահին դասավանդում եմ, նկարում եմ, ունեմ տենց փոքրիկ հավաքածու, կոչվում է Home is where your heart is, տունը այնտեղ է, որտեղ սիրտդ է, ու տենց փոքրիկ իլյուստրացիաների հավաքածու է, որոնք հիմա որպես բացիկներ, էջանշեր եւ պիտակներ, ստիքերներ վաճառվում են գրախանութներում։ Ու տիեզերքով ունենում ենք շատ համերգներ, հենց այս կիրակի ունենք շատ մեծ համերգ, մի հատ շատ լավ նախագիծ ենք անում արևմտահայերեն երգերը պահպանելու համար, արևմտահայերեն պոեզիան պահպանելու համար, պոեզիայի հիման վրա գրում ենք երգեր եւ մշակում ենք տարբեր խմբերի հետ, տարբեր 4 ժանրերում եւ արդեն 2 համերգ եղել է, մեկը ռոք ժանրում, մեկը փոփ ժանրում եւ դեռ եւս 2 համերգ լինելու է։ Եվ այսօր կուզենանք ձեզ համար տենց անենք փոքրիկ վարպետության դաս, միասին սովորենք մի հատ ազգային երգ, մի քիչ էլ ձեզ համար նվագենք, կխնդրեմ, որ Լուսինեն մոտենա ու միասին շարունակենք արդեն ավելի ակտիվ երաժշտական հատված։ Մենք երգերը գրում ենք միասին, այսինքն մենք այնքան անկեղծ ենք իրար հետ, այդ երգ գրելու process-ը շատ փխրուն պահ է։ Դու քո ամենաանկեղծ էմոցիաները, որը ապրել ես, շատ ավելի հաճախ այդ էմոցիաները ինչ որ տխուր դեպքերից են։ Հա, գալիս, այդ քո ցավը, քո միջի, դու սենց փոփոխում ես իրան ու բարերի եւ մեղեդիների շնորհիվ արտաբերում ես։ Այս երգը գրել ենք այն ժամանակ, երբ որ սենց օրեր են չեն լինում, որ առավոտվանից արթնանում ես ու ամեն ինչ թարս է գնում։ Շատ հաճախ, այո։ Ամեն ինչ գցում ես, ինչ որ միանգամից հաղորդագրություն է գալիս ինչ որ ամեն ինչ վատ է արդեն։ Սենց սաղ կամ ինչ որ պլանավորել ես ինչ որ բան ու ամեն ինչ թարս է գնում, կամ նույնիսկ չես պլանավորել, բայց միանգամից ամեն ինչ թարս է գնում, ու այս երգը կոչվում է ուզում եմ ապրել, այդ այն էմոցիայի մասին է, որ այդ պահին, որ սենց ամեն ինչ ոնց որ քանդվի, սենց ուզում ես ուղղակի այդ ամեն ինչը սենց կանգնի ու դու ապրես, որ այդ մտքերը, ծանր մտքերը սենց գլխիցդ հանես։
ուզում եմ բարել Այդ հանդատարկետունը որ նույնիսկ կարծում չունեմ մոռացեմ թողնեմ անցեմ ու հետին պետք է սովորել թե ինչպես սիրել չոչնչացնել չսպառել ինքդ քեզ Հիմա, որ 1, 2, 3 հաշվեմ, մի հատ կարանք փորձենք բոլորս միասին ուզում եմ պարել երգենք։ Կարանք։ Ուրեմն գնացինք։ 1, 2, 3 ուզում եմ պարել։ Ավելի բարձր։ Մի հատ էլ ուզում եմ պարել։ Շատ ապրեք, հիմա քանի որ տեսանք ինչ լավ ձայներ ունեք, հաջորդ երգի համար ավելի շատ մաս ենք ունենալու միասին երգելու։ Ու հաջորդ երգը մեզ մոտ ազգային երգ է, ու է շատ կարևոր է։ Մենք մեր գործունեությունը սկսել ենք տիեզերքով, սկսել ենք միայն ազգային երգեր մշակելուց։ Ընդհանրապես ես հասկացա, որ քիչ ներկայացրեցի ոնց որ խմբից, ինչպես տեսնում եք, մենք շատ տարբեր ենք ու ամեն ինչում ենք sense տարբեր, բացի գլխավոր գաղափարները մեր կյանքի, որ կիսում ենք այդ հայրենասիրությունը, ազնվությունը ու սերը, մնացած ամեն ինչ շատ տարբեր է։ Ու երբ որ հանդիպեցինք մենք իրար կրթահամալիրում, միակ երաժշտությունը, որ մեր համար սենց հոգեհարազատ էր, երկուսս էլ սիրում էինք, այդ ազգայինն էր։ Ասացինք, լավ, արի փորձենք, ես գիտարով մի բան անեմ, դու ֆլեյտայով նվագի, Լուսեն նաև դաշնամուր անվագում, ուկուլելե անվագում։ Տենց ով ինչ կարողանում էր, անում էինք ու փորձեցինք մեր գործիքներով ազգային երաժշտությունը ներկայացնել նենց, ոնց մենք ենք տեսնում, ոնց մենք ենք լսում ու ոնց մենք ենք զգում։ Հետո արդեն տարիներ անց սկսեցինք գրել երաժշտություն թատրոնի համար եւ հետո արդեն սկսեցինք նաեւ գրել բառեր։ Նույնիսկ այս ընթացքում մենք ունեցել ենք հնարավորություն մեր մշակումները սովորացնել ոչ հայ մարդկանց։ Մենք մեր շրջագայությունների ժամանակ Շվեյցարիայում շվեյցարական Վինտերտուր կանացի երգչախմբի հետ ունեցել ենք համերգ, որտեղ երգչախմբում բոլորը շվեյցարացի կանայք էին։ Իրենք սովորել էին հայերեն արտաբերումը, ճիշտ, եւ մեր մշակումը 3 երգի, որոնք մենք իրենց հետ երգեցինք, նաեւ իրենք ներառեցին իրենց ալբոմի մեջ։ Այստեղ ուզում ենք ոնց որ sense մի հատ դաթար ու նշենք այն բանը, որ արվեստը ինքն իրանով ունի ուժ ու աշխարհին մենք հայերս շատ բան ունենք պատմելու։ Այն ամեն ինչի մեջով մենք անցնում ենք ամեն օր, ու այն ամեն ինչի մեջով մեր ազգը անցել է ու անցնում է ու դեռ երկար ճանապարհ ունենք մինչև խաղաղության, այդ ամեն ինչը մեր մշակույթի մեջ միշտ արտացոլվում է։ Ու երբ որ դու մեծ բեմերից,
որտեղ քո դիմաց, այստեղ ես երգում եմ, ես հասկանում եմ, տեսնում եմ ձեզ, դուք բառերը իմ հասկանում եք։ Ես կանգնում եմ, մենք կանգնում ենք բեմի վրա, որտեղ ոչ ոք հայերեն չի հասկանում հանդիսատեսից, ու մենք երգում ենք հայերեն, երգում ենք հայկական երաժշտություն եւ ունենք հնարավորություն Հայաստանի մասին խոսելու։ Այդ ամբողջ մեր գործունեությանը տալիս է նպատակ եւ իմաստ, որ մենք ունենք հնարավորություն մեր ազգի, մեր մշակույթի մասին 100 հոգու, 1000 հոգու, 1500 հոգու, 500 հոգու, 30 հոգու պատմելու։ Ու այդ մեր տիեզերքի ամենամեծ նպատակներից մեկն է, որ աշխարհում հայերենը, հայկականը հնչի։ Ու մենք շատ ենք տխրում, որ հենց Հայաստանում մենք շատ քիչ ենք ինքներս մեզ ճանաչում։ Ու այս ամեն ինչ, որ մենք սկսել ենք անենք, շատ բնական է եղել, ինչպես Էլիզը նշեց, մենք շատ տարբեր ենք, միակ բանը, որ մեզ մոտեցնում էր, դա ազգայինն էր։ Բայց ազգայինով մենք մոտեցանք իրար, ու հիմա էլ, մենք հիմա արդեն 2 ալբոմ ունենք թողարկած, լիքը մեր երգեր ենք գրում, բայց միշտ ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք ազգայինին, Ու ազգայինը այդ այն երաժշտությունը չի, որը պետքա լինի գրքերում, մենք սենց ամաչենք, ասենք դե լավ, ազգային ով է երգում, ով է լսում։ Այդ այնա ինչ որ մենք հայերս 100 տարի առաջ գրել ենք։ Օրինակ հիմա որ նոր երգեր են գրում, այդ երգերն է կարող այն ինչ որ 100 տարի հետո ինչ որ մեկ ասի, վայ, հին ա գրած, սենց ա գրած։ Դե համար մենք վերցնում ենք այդ ազգային մեր երգերը, որտեղ նույն զգացմունքներն են, նույն բառերն են, նույնիսկ լիքը բաներ մենք հիմա նույն ձև ենք խոսում, ասում, մեր զգացմունքները արտահայտում, ու այդ երգում ենք նենց ոնց որ հիմա են մարդիկ երաժշտությունը զգում, ոնց որ օրինակ չգիտեմ, այն ժամանակ չի եղել օրինակ իրանց գյուղում գիտար, որ ինքը այդ գիտարով նվագակցի իրան, ինքը մենակ մեղեդին է երգել։ Հիմա եթե մենք ունենք հնարավորություն, մենք փորձում ենք այդ նույն երաժշտությունը այնպես նվագենք, որ դուք դնեք օրինակ ականջակալներով լսեք։ Օրինակ մենք ունենք խիո երգը, ինձ թվում է լսել եք խիո խանե, այդ խիո խանեն խոտի կտրելու ձայնի իմիտացիան է, որ սենց խրտ սենց ձայն է եկել, մարդիկ վերցրել են այդ ձայնը, ուղղակի երգել են, որ այդ ռիթմով չհոգնեն աշխատելուց, անընդհատ որ գերանդիով սենց կտրել են, իրանց ավելի հեշտ է եղել, որ ինչ-որ բան մզան սենց քթի տակ ու միասին կտրեն, աշխատեն։ Ու հետո տենց այդ կրկնակներ են կոչվում այն հատվածները երգերի, որը կրկնվում է անընդհատ երգի մեջ, բոլորը միացել երգել են, մեկը ինչ-որ մեկը օրինակ այդ օրը, չգիտեմ, ինչ-որ սիրուն աղջիկա տեսա, ինքը սկսում է պատմել այդ աղջիկա մասին իր երգով, մեկը նույնիսկ բոլորը միանում են, որ չկորցնեն ռիթմը իրանց աշխատանքի ու երգում են խիո։ Ու այս երգը, որ ընտրել ենք, որ հիմա միասին ենք սովորելու, կոտրված սիրո մասին է, կոտրված սրտի մասին է։ Այո, այսինքն կոտրված սիրտ այդ գաղափարը ու այդ երգերը կոտրված սրտի մասին եղել են մեզնից 100 տարի առաջ, 200 տարի առաջ, որովհետև մարդը ինքն իրանով այս ամբողջ դարերի ընթացքում նույնն է։ Վարակես, վարդուցարես, կերակես, սիրտ կվարես, համդուվարար, ջանե ջան համ ինձ վարիր, ջանե ջան սիրիր չարար, գնացիր եկար բարով, սրտի զարկես իր կարով, համդուվարար, ջանե ջան համ ինձ վարիր, ջանե ջան սիրիր չարար։ Ուրեմն, բարերը հասկացանք, չէ, համ դու վարար ջանե ջան, համ ինձ վարիր, այդ որ այդ սիրո գիրքը վարվել է, համ ինձ վարիր ջանե ջան, սիրիր չարար։ Սիրեցիր, թողեցիր, չարար, գնացիր։ Ու փորձելու ենք հենց այս մասը միասին երգենք, համ դու վարար ջանե ջան, համ ինձ վարիր, ջանե ջան, սիրիր չարար։ Փորձենք իրար հետ երգենք, մենակ սկզբի հատվածը համ դու վարար ջանե ջան, համ ինձ վարիր ջանե ջան։ 1, 2, 3, 4 համ դու վարար, այս ուրիշ ման, համ դու վարար ջանե ջան, համ ինձ վարիր ջանե ջան, սիրիր չարար։ Շատ լավ էր։ Վարակես, վարդուցարես, կրակես, սիրտ կվարես, համ դու վարար, ջանե ջան, համ ինձ վարիր, ջանե ջան, սիրիր չարար։ Ջուն եմ բուգամ սարերուն, հալիմ թափիմ քարերուն, համ դու վարար, ջանե ջան, համ ինձ վարիր,
Հարցս տարօրինակ կլինի, մի քիչ։ Սկզբից կսկսեմ պատմությանը։ Ես էլի շատ եմ սիրում նկարելը, շատ կսիրեմ գրաֆիկ դիզայնը եւ միշտ ուզեցել եմ գիտար կամ ուրիշ մի հատ գործիք նվագելը, բայց ինձ ծնողները միշտ ասում էին, թե նկարչությունը եւ երաժշտությունը քեզ հետագայում պետք չի գա, որովհետեւ վերջով դա քեզի աշխատանք չէ ու դու չես գտնի քեզի գումար, որ դու ապրես վերջո, բայց լսելով ձեր երկերը ես հիացա, պես նա ասում եք, որ տարբեր եք, բայց ձեր երաժշտությունը այնքան իրար համահունչ էին լսվում, շատ սիրուն էր։ Շատ շնորհակալություն եւ հարցի համար եւ խիզախության համար, որ առաջինը հարցնես եւ քո պատմությունը պատմես, շատ շնորհակալություն։ Նախ ասեմ, որ հիմա այս դարում հնարավոր է ամեն ինչով աշխատել գումար, եթե դու քո ընտրած մասնագիտությունը շատ սիրում ես եւ նվիրվում ես քո մասնագիտությանը եւ քրտնաջան աշխատում ես ցանկացած տեղ, եթե դու ամեն օր աշխատես, ամեն օր լինես քո երեկվա ավելի լավ տարբերակը, դու հաստատ կհասնես հաջողության, այդ լինի նկարչությունը, այդ լինի երաժշտությունը, այդ լինի բժշկությունը, ամենտեղ հնարավոր է հասնել հաջողության, եթե դու իրոք ընտրես ու առանց հանձնվելու գնաս առաջ, որովհետև շատ խնդիրներ են լինելու, շատ բարդություններ են լինելու, մեր կյանքում էլ շատ խնդիրներ եղել, մանավանդ Հայաստանում լինել անկախ արվեստագետ շատ բարդ է, բայց պետքա չհանձնվել։ Հարցս այսպեսին է. Որն է ձեր ամենասիրելի երկիրը, որտեղ որ արդեն ծավալել եք երաժշտական գործունեություն։ Շնորհակալություն, Հայաստանը։ Իր ամբողջ դժվարություններով են ամեն ինչով, որ շատ մշակույթ չունենք, ելույթներ գնալ, օրինակ Եվրոպայում, երբ որ մենք գնում ենք ելույթի, մարդիկ գիտեն, որ իրանք եկել են երաժշտություն լսելու։ Օրինակ Շվեյցարիայում մեր մոտ ոչ թե տոմս էր վաճառվում, այլ վերջում սենց գլխարկեր, իրանք կոչում էին կոլեկտե։ Մոտենում էին ու ովքեր որ եկել էին ելույթին, իրանք գումար էին տալիս։ Ու բոլոր մարդիկ գիտակցում էին, որ իրանք վայ, ես եկել եմ, ինձ լավ զգացի, ես երաժշտությունը հետաքրքիր էր, ներսս լցվեց ու ինքը պատրաստ է այդ ամեն ինչի համար վճարի։ Մեր մոտ մի քիչ բարդ է, մեր մոտ դե ինչ նվագում ես էլ, ինչի համար պետք է վճարել։ Այդ ամեն ինչով մշակույթով մեկը մեր երկիրն է, ես այստեղ ինձ ամենալավն եմ զգում, ես այստեղ ինձ տանն եմ զգում, ու ուզում եմ այդ ամեն ինչը ինչ որ դրսում տեսնում եմ, ինչ որ ապրում եմ դրսում, այդ ամեն ինչը տեղափոխեմ այստեղ, ուզում եմ ես բերեմ, որ Հայաստանը դառնա նենց ոնց Եվրոպայում, որ այդպես գնահատեն արվեստագետին։ Դրա համար միշտ այստեղ ելույթներ ենք ունենալու ու միշտ ամենալավը այստեղ է։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Իմ ամենաջերմ հիշողությունը մանկությունից փոքր ժամանակ մեր հյուրասենյակում կար փայտի փեջ ու մենք այդ փայտի փեջի վրա միշտ կարտոֆիլներ էինք սենց կտրտում, դնում էինք, տապակում էինք ու ուտում էինք։ Ինձ թվում է այդ ամենաջերմ հիշողություններից մեկն է։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Երևի ավագ դպրոցից կասեմ, տիեզերքով առաջին մեր ելույթը։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Միջնակարգ դպրոցում միշտ ամենասիրելի առարկան եղել է նկարչությունը։ Ավագ դպրոցում արդեն ամեն ինչ նկարչության մասին էր ու երաժշտության, տենց համարյա բոլորը սիրում էի։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Սրճարանում, մանկական սրճարանում լաբիրինթոսում խաղում էի ու ընդեղի աղջիկը, որ պատասխանատուն էր այդ լաբիրինթոսի, սենց նստեցինք, սկսեցինք խոսալ, ասեց երազում եմ, որ ընկերներիս հետ հավաքվեմ խարույկի շուրջ ու գիտար նվագեմ ու ես վերցրեցի իր երազանքը, այդ դարավ իմ երազանքներից մեկը ու ես գնացի գիտարի եւ հիմա կա տիեզերքը։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Նույնը, կընտրեի երաժշտությունը եւ դիզայնը։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Անցյալի կոնկրետ օր, որ կուզեի վերապրել, այդ Շվեյցարիայում Պորտիեր սրճարանի բակում մեր ելույթն է, մեր տիեզերքի ամենասիրուն ելույթներից մեկն է։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։
Իսկ հիմա կգնայի Ֆրանսիա իմպրեսիոնիզմ, շատ կուզեի Սեզանին հանդիպեի։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Փոքր Էլիզային խորհուրդ կտայի ապագայում մի անգամից սենց շատ չկապվել մարդկանց հետ, որտեվ հետո կորցնելը շատ ծանր է ու դժվար է։